եկեք հասկանանք ինչ պետք է անել, եթե այսը ձեզ ձերբակալի։ Իմ ցուցակում կան 6-ից 7 կարևոր կետեր, որոնք պարտադիր պետք է կարգավորված լինեն մինչ այդ։ Դուք պետք է ունենաք փաստաբան, բայց ոչ պարզապես փաստաբան, այլ փաստաբան, ով աշխատում է IC և detention-ի գործերով։ Շատ են պատահում այնպիսի դեպքեր, երբ փաստաբանը պարզապես աշխատում է միայն USCIS-ի հետ կամ դատական համակարգում, բայց չի աշխատում detention-ով։ Ուրեմն համոզվեք, որ ձեր փաստաբանը պատրաստ է պաշտպանել ձեզ detention-ում, որովհետև բացարձակապես երաշխավորված չէ, որ դուք դուրս կգաք գրավով։ Եթե պայմանագիր եք կնքում փաստաբանի հետ, նա պետք է պատրաստ լինի ձեզ տրամադրել G28 ձևը IC համար։ Դա թույլ է տալիս, որ ICE-ը անմիջապես տեսնի ով է փաստաբանը և փաստաբանը անմիջապես միանա գործին։ Սա շատ կարևոր կետ է։ Սա պարզապես փաստաբան ունենալու մասին չէ։ Սա այն մասին է, որ փաստաբանը պաշտոնապես ներկայացնում է ձեզ ICE-ի առաջ և պատրաստ է պաշտպանել ձեզ detention-ում։ Երկրորդ, դուք պետք է ունենաք վստահելի մարդ, ով որ կզբաղվի ձեր թղթային հարցերով և փաստաթղթերը բացակայող կուղարկի ձեր փաստաբանին։ Երրորդ, որը ամենակարևորն է, համոզվեք, որ ձեր փաստաբանը արդեն ունի ձեր բոլոր փաստաթղթերը։ Պետք է բոլոր փաստաթղթերի պատճենները, սկաները, լուսանկարները ուղարկված լինեն ձեր փաստաբանին։ Չորրորդ, դուք պետք է ունենաք հովանավոր կամ երաշխավոր մարդ, ով անհրաժեշտության դեպքում հանդես կգա ձեր անունից բոնդի կամ հեբսի հարցում։ Ամերիկյան կառավարությունը սիրում է տեսնել, որ կա տեղական անձ, ով պատրաստ է ձեր համար պատասխանատվություն վերցնել։ Լավ է, եթե այդ մարդը ԱՄՆ քաղաքացի է կամ ունի green card։ Հինգերորդ, եղեք սոցիալական առումով տեղեկացված։ Պետք չէ ամենտեղ գրառումներ անել, բայց պետք է հետևել սոցիալական ցանցերին, Telegram-ի խմբերին, Facebook-յան համայնքային էջերին, որտեղ հրապարակվում են ICE հերթական ստուգումների մասին տեղեկատվություն։ Դա խուճապ չէ, դա տեղեկացված լինել է, որպեսզի իմանաք որտեղ կարող են ստուգումներ լինել։ Վեցերորդ, յուրաքանչյուր չեքինի համար նախապես զգուշացրեք ձեր փաստաբանին։ Ձեր փաստաբանը, եթե նույնիսկ չի գալու ձեր հետ, նա պետք է տեղեկացված լինի, որ դուք այդ օրը ունեք չեկին։ Հաջողություն բոլորին, հետևեք այս խորհուրդներին, պատրաստված լինելը պաշտպանված լինել է։